Շուրջ 730,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի փաստացի միացել է համատարած եկամուտների հայտարարագրման բոյկոտին։ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանն է նշել այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաև անդրադարձել եկամտային հարկի վերադարձին ուղղված օրենսդրական վերջին փոփոխություններին։ Նախաձեռնության ղեկավարը նշեց, որ վիճակագրական տվյալների համաձայն 2024 թվականի եկամուտների համար նախատեսված հայտարարագիր մինչ այս ներկայացրել է շուրջ 130,000 քաղաքացի, մինչդեռ հայտարարագրման ենթակա է եղել մոտ 860,000 մարդ։ Սա նշանակում է, որ շուրջ 730,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի փաստացի միացել է համատարած եկամուտների հայտարարագրման բոյկոտին եւ չի ներկայացրել ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկը։ Նայիրի Սարգսյանը ներկայացրել է նաև նախաձեռնության այն հիմնավոր պատճառները, որոնցով այն դեմ է պարտադիր հայտարարագրմանը։ Ըստ աղքատության վերին շեմի 42%-ից ավելի աղքատություն ունեցող երկրում տարեկան մոտավորապես 50,000 դրամ միայն եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու համար լրացուցիչ ծախս պետք է կատարվեր։ Քարտի ամսական վճարի սպասարկում, գիտենք, որ էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ է որևէ օպերատորից որևէ քարտի ձեռքբերում, որի տարեկան վճարը նվազագույն վճարը կազմում է 6,000 դրամ։ Բջջային հեռախոսի ձեռքբերում շատերի համար, նաև գիտենք, որ նոր սերնդի հեռախոսները չունեն քարտի բնիկի տեղ եւ փաստորեն պետք է նոր հեռախոս ձեռք բերեն մեր քաղաքացիները, որպեսզի քարտը մշտապես ակտիվ կարգավիճակում պահեն։ Հայտարարագրի լրացման ամսական կամ տարեկան միջին, այսպես 30,000 դրամ վճար, որպեսզի իրենց փոխարեն որևէ մեկը ներկայացնի, սա կազմում է շուրջ եւ էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան վճար։ Սա կազմում է շուրջ 50,000 դրամ յուրաքանչյուր քաղաքացու համար, որը նորից եմ կրկնում 42%-ից ավելի աղքատություն ունեցող երկրում ուղղակի աբսուրդ է։ Սարգսյանի խոսքով հայտարարագրման պարտականությունների վերաամրագրում է տեղի ունեցել, ինչը ըստ նրա պարզապես ձևակերպման փոփոխություն է եւ էապես չի փոխում համակարգի բովանդակությունը։ Հերթական մանիպուլյատիվ ձևակերպումն է այստեղ տեղի գտել, տեսեք ինչի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենցիան վերաբերյալ, օրինակ, երբ որ մենք շատ թմբկարում էինք, ասում ենք արտագնա աշխատանքի մեկնողները պետք է 20% հարկ վճարեն դրսում ստացած եկամուտներից, մեզ պատասխանում էին, ասում են, եթե Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չեն, ապա չեն վճարի, որովհետև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում Հայաստանի Հանրապետությունում 183 օր գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը, բայց մի բան այստեղ բաց են թողնում, դրա մասին չեն խոսում։ Նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում այն անձը, ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Կենսական շահերի կենտրոն ասելով հասկանում ենք այն երկրում, որտեղ կենտրոնացված է անձի ընտանիքը, բնակարանը, հիմնական իր ապրուստի ապրելու վայրը։ Իսկ դա պատկերացրեք, արտագնա աշխատանքի մեկնողները, եթե նույնիսկ 6 ամսով չեն մեկնում արտագնա աշխատանքի, այլ 9, 10, 11 ամսով են մեկնում, բայց նրանց տունը, ընտանիքի անդամները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, սա նշանակում է, որ նրանց կենսական շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է եւ նրանց աշխատած դրսում աշխատած ամբողջ գումարները ենթակա են 20%-ով հարկման։ Նա նաև անդրադարձավ իշխանության կողմից շրջանառվող սոցիալական կրեդիտների վերաբերյալ հայտարարություններին, ընդգծելով դրանց մանիպուլյատիվ բնույթն ու շահառուների իրական քանակի վերաբերյալ կասկածները։ Հաջորդ փոփոխությունը, որ կատարել են ֆիզիկական անձի կողմից ստորագրելու պարագայում սոցիալական ծախսերի փոխհատուցում չի տրամադրվում, հիմա բյուջետային մի հատ ձեզ հետաքրքիր տվյալ ներկայացնեմ։ Ուրեմն 2026 թվականի համար եկամուտների հայտարարագրման արդյունքում սոցիալական կրեդիտների հետ վերադարձման համար նախատեսված է 10 միլիարդ դրամ։ Հիշում եք, չէ՞, որ ուսանող զավակներին կամ վճարովի դպրոց հաճախվող զավակների համար 100,000 դրամ սոցիալական կրեդիտ էին հետ վերադարձնում։ Եթե 10 միլիարդ դրամ բաժանում ենք 100,000 դրամի, դուրս է գալիս, որ ծրագրից կարող է օգտվել 100,000 մարդ ընդամենը։ Եվ մենք ամիսներ առաջ, որ խոսում էինք, ասում ենք, կեղծիք է այդ սոցիալական կրեդիտի ինստիտուտը, սրանով ընդամենը շահադրթում են, որ անձինք ներկայացնեն եկամուտների հայտարարագիրը, բայց հետագայում դա վերացվելու է, չեն համբերել մարդիկ 2026 թվականի բյուջեում արդեն նախատեսել են։ Եթե այսպես հնարավոր կլինի, ուրեմն հայտարարատու համարվող անձանց օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծախսերի ուղղություններով կատարված ծախսերի փոխհատուցում 10 միլիարդ դրամ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության 100,000 քաղաքացի ընդամենը կարող է սրանից օգտվել։ Ամփոփելով իր խոսքը Նայիրի Սարգսյանը նշեց, որ Հայաստանը ես եմ նախաձեռնությունը հորդորում է քաղաքացիներին շարունակել բոյկոտել համատարած հայտարարագրման համակարգը եւ չտրվել իշխանության կողմից արվող մանիպուլյատիվ հայտարարություններին։ Նրա խոսքով նախաձեռնության պահանջը մնում է անփոփոխ։ Ամփոփելով մեր ուրեմն
պահանջի իշխանությանը չի փոխվել, ինչը մենք ի սկզբանե հանրահռչակել ենք, նույնը շարունակում ենք եւ հիշեցնում եմ կառավարություն։ Այս փուլում կասեցնել, չնայած համարյա կասեցմանը մոտարկված է ձեր գործողությունը, բայց իրավական ակտով կասեցնել հայտարարագրման պահանջը, հայտարարագրման համակարգ ենթարկել խորքային փոփոխությունների, ապահովելով լայն քննարկումներ մասնագիտական հանրության եւ շահառուների հետ, հանրային լայն իրազեկում հայտարարագրման հմտությունների փոխանցում իրականացնել, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա ինքնուրույն լրացնել հայտարարագիրը, հայտարարագրման բազմաշերտ փուլային տարբերակի մշակում եւ տեստավորում, սրա մասին միշտ ասում ենք հետեւյալ կերպ. Սկզբից պետական պաշտոնյաներ, այնուհետև խոշոր բիզնեսմեններ, այնուհետև ըստ եկամուտների այդպես նվազեցնել։ Մոտավորապես 10-ից 15 տարում նոր կարելի է Հայաստանի Հանրապետությունում այս համակարգը ներդնել։ Եվ հայտարարագրման նոր համակարգի ներդրում, որը իրապես կունենա բարի նպատակ եւ իրապես ուղղված կլինի սոցիալական խնդիրների լուծմանը եւ ոչ թե սոցիալական խնդիրների խորացմանը։